Եվ ես ուզում եմ սիրելիներս կիսվել մի խոսք ձեզ հետ, որը իմ սրտին շատ հպվել է, շատ եմ մտածել այդ ամեն ինչի շուրջ ու ուզում եմ ձեր հետ կիսվեմ։ Որպես ձեր քույր Քրիստոսի մեջ, ամեն սիրելիներ ջան, մեր քրիստոնեական ընթացքի համար, մեր կյանքի շարունակության համար մեզ պետք է ուժեղ մնալ ու շարունակել, ամեն սիրելիներս։ Եվ խոսքիս վերնագիրը այսպիսին է, նոր կտակարանի ծառան, նոր կտակարանի ծառան։ Մենք բոլորս նոր ուխտի ծառաներ ենք, դուստրեր, որդիներ, քույրեր, եղբայրներ, բայց նաև ծառաներ, ամեն։ Եկեք սկսենք հետևյալ խոսքից, սիրելիներս։ Երկրորդ Կորինթացի 3:4-7 գլխում Երկրորդ Կորինթացի 3:4-7 գլխում ես կկարդամ իմ թարգմանությունը, գրված է. մենք Քրիստոսով այսպիսի վստահություն ունենք առ Աստված, որ ոչ թե որ մենք ինքներս ենք ընդունակ մի բան մտորելու, այլ որ մեր ընդունակ լինելը Աստծուց է, որը մեզ ընդունակ դարձրեց նոր ուխտի ծառաներ լինելու։ Երկրորդ Կորինթացիների 3:4-7 Կարինչյան։ Ոչ թե գրի, այլ հոգու, որովհետև գիրը սպանում է, հոգին կենդանացնում է։ Հետաքրքիր այստեղ գրված է, որ մեզ ընդունակ դարձրեց նոր ուխտի ծառաներ լինելու, ոչ թե գրի, այլ հոգու։ Գրված է նոր ուխտի ծառա, նոր կտակարանի պաշտոնյաներ լինելու, ինչպես է գրված, որ մեզ բավական էլ արավ նոր կտակարանի պաշտոնյաներ լինելու, ոչ թե գրի, այլ հոգու, որ գիրը սպանում է, հոգին կենդանացնում է։ Նշանակում է կան հին կտակարանի, հին ուխտի ծառաներ եւ կան նոր ուխտի ծառաներ, որին պատիվ ենք առել լինելու մենք, սիրելիներս։ Եվ ո՞րն է տարբերությունը հին ուխտի ծառաների եւ նոր ուխտի ծառաների։ Մի շատ մեծ ու կարևոր տարբերություն կա, սիրելիներս։ Եվ եկեք կարդանք հին ուխտում ինչպես էին ծառայում Աստծուն։ Գրված է երկրորդ Օրինաց 28-րդ գլխում, սիրելիներս, եկեք բացենք։ Երկրորդ Օրինաց 28-րդ գլխում հին ուխտում ծառայում էին Աստծուն եւ գրված է 28-րդ գլխի սկզբից։ Երբ որ կարդում ես, գրված է. եթե ուշադիր լսես քո Տեր Աստծու ձայնը, զգուշությամբ կատարես նրա բոլոր պատվիրանքները, որ Աստված պատվիրել է քեզ, եւ երկրորդի կեսից շարունակում է, քո վրա կգան հետեւյալ օրհնությունները։ Եվ շարունակում է, քաղաքի մեջ օրհնյալ կլինես, դաշտի մեջ օրհնյալ կլինես, անասուններդ պտուղդ օրհնված կլինի, կինդ օրհնված կլինի, տունդ օրհնված կլինի։ Եթե լսես քո Տեր Աստծուն, այդ բոլոր օրհնությունները քո հետևից կգան։ Մինչև 14-րդ գլուխն է Միչայելոց այդ օրհնությունները։ 15-ից սկսում է, իսկ եթե քո Տեր Աստծուն չլսես ու պատվիրանքները չկատարես, գնում է ինչը, անեծքների հին ուխտում, անեծքների մի շարան, այսինքն բավականին լուրջ անեծքներ մինչև անգամ ժանտախտ, մինչև անգամ անիծյալ կլինի քո կողովը, անիծյալ կլինի տաշտը, անիծյալ կլինի որովայնի պտուղը, երկրի պտուղը, հասկանում եք սիրելիներս, սարսափելի բան։ Հին ուխտում ծառայում էին օրհնության վարձքի համար եւ պատժից վախենալու համար։ Հին ուխտում տենց էին ծառայում։ Գիտեք, ես ուսուցչուհի եմ, իմ աշակերտներն էլ են այտենց իրանց դպրոցում պահում։ Իրանք կամ իրանց լավ են պահում, որպեսզի վարձքը առնեն, կամ լավ գնահատական ստանան, կամ վախենում են պատժից, որովհետև գիտեն, որ անկարգ պահեցին, ուսուցիչը պատժելու է։ Այդ երկու բանի համար, սիրելիներս, ու հին ուխտումը տենց էին ծառայում։
Գիտեք, ասում եմ, ոչ թե գրի, եւ դա գիրն էր, սիրելիներս։ Օրենքները դրված էր, գիրը պետք է պահեին իրանք։ Էսա օրենքները պահում են, ուրեմն ինչի համար օրհնության վարձքը սպասենք, հա, արել եմ, հլտենանք, հիմա վարձքը կգա, կամ պատժի վախից։ Իսկ նոր ուխտում Տեր Հիսուսն ասում է, եկեք բացենք հետևյալ համարը Հովհաննես 14:15 Հովհաննես 14:15 Նոր ուխտում Հովհաննես 14:15 գրված է Տեր Հիսուսն ասում է եթե ինձ սիրում եք պահեք իմ պատվիրանները եթե ինձ սիրում եք պահեք իմ պատվիրանները ինչ մեծ տարբերություն չէ սիրելիներս նոր ուխտում սիրում ես ինձ տղես սիրում ես ինձ աղջիկս պահի իմ պատվիրանները նոր ուխտի ծառաները սիրո ծառաներ են Հովհաննես 21:15-ից 18-ում Հիսուսը Պետրոսին 3 անգամ որ իրան ուրանում է հարցա տալի Պետրոս սիրում ես ինձ Տեր գիտես որ քեզ սիրում եմ Պետրոս սիրում ես ինձ Տեր գիտես որ ես քեզ սիրում եմ ուրեմն ծառայի ինձ Հետո նորից հարցում Պետրոս դու ինձ սիրում ես Տեր դու գիտես ես քեզ սիրում եմ Ծառայի ինձ Պետրոս եթե չես սիրում պետք չի Եթե չես սիրում պետք չի Սիրելիներս նոր ուխտի ծառաները ծառայում են սիրուց Եթե այդ սերը Քրիստոսի հանդեպ իմ ու քո մեջ չլինի դու մի պահ կանգ կառնես Գիտեք սիրելիներ ինչքան ժամանակներ ա եղել որ կյանքի տարիներով անցնում ես ուլնում են նեղություններ, ելնում են դժվարություններ, երբեմնի անարգանքներ, երբեմնի չհասկացված վիճակներ ու դու կանգ չես առնում մենակ մի բանի համար Հիսուս դու գիտես որ ես քեզ սիրում եմ Տեր դու գիտես որ ես քեզ սիրում եմ Ամեն սիրելիներս Նոր ուխտի պայմանը սեր առ Հիսուս Քրիստոս անձը հենց իրան անձամբ իրան Գիտեք սիրելիներս ես իմ քրիստոնեական ընթացքում Միջև հիմա էլ տեսնում եմ քուրեր, աղբերներ, որոնք իրանց կյանքում են լուրջ դժվարություններ ունեն, անգամ աղոթում են, անգամ սպասում են, բայց երբեմն դեռ աղոթքի պատասխանը չեն առել, բայց նրանք շարունակում են ծառայել։ Ոչ թե շպրտում են խոսքերը, բա ուրա իմ տղեն հələ մինչև հիմա չի բժշկվե, բա ուրա քո պատասխանը, ուրա քո օրհնությունը։ Իրանք շարունակում են, որովհետև սիրում են Հիսուսին։ Որովհետև սիրում են Հիսուսին։ Աշակերտները, առաքյալները 12-ից միայն Հովհաննես, բացի Հուդայից, բացի Հովհաննես առաքյալն է, որ իա մահով է մահացել, ամենքը մահացել են Քրիստոսի համար, սիրուց, սիրելիներս, ավետարանը տարածելու համար, սիրուց, սիրելիներս։ Հավատացեք, եթե մեր շարժիչ ուժը Քրիստոսի հանդեպ, հենց իր անձի հանդեպ սերը չի, դու հաստատ կթուլանաս, կթողես քո քրիստոնեական ընթացքն էլ, ճանապարհն էլ։ Տեսեք սիրելիներս, մեր քրիստոնյան ինչքան լավ ասում էր, ժամանակը պետք է տալ, սա պետք է անել, նա պետք է անել։ Սիրելիներ, պետք չկա, դու կամ Հիսուսին սիրում ես ու անում ես, կամ էլ գիտեք, ես որ նոր էի եկեղեցի եկել, ես գիտեք մի անգամից այտենց Հիսուսին սիրում էի։ Չէ, սիրելիներ, ինձ հավես էր եկեղեցում։ Մենք դեռ ավելի երիտասարդ էինք, ես 31 տարեկան էի, մենք հավաքվում էինք, փառաբանում էինք մեր խմբով, շատ հավես էր, քույրերի ու եղբայրների հետ, շատ հավես էր։ Ես դեռ չէի ճանաչում Քրիստոսին անձամբ, հասկանում եք։ Բայց հետո անցա մի ճանապարհ, որտեղ
Կայ նաև քարքարոտ ճանապարհ, նեղ բաներ, դժվարություններ, երբեմն անհասկանալի բաներ։ Հավատացեք այդ ճանապարհին իրան անձամբ հանդիպեցի։ Ու գիտեք, սիրելիներս, ինչքան էլ հոգնենք այս քրիստոնեական ճանապարհից, ինչքան էլ մարդիկ ասեն, «Օ դե մի կիրակիա գայսենք եկեղեցի», դու կամ իրան սիրում ես, կամ չէ, սիրելիներս։ Նոր ուխտի ծառան սիրո ծառայա։ Տղես, սիրում ես ինձ, ասма, ծառայի ինձ։ Աղջիկը, սիրում ես ինձ։ Ժամանակը սիրուց ես տալի։ Հին ուխտում գիրը ասում էր, 10-որդդ բեր տիրոջ տուն։ Մարդը վերցնում էր իր 10-որդը, բերում էր մունաթով, զունաթով, կարար էլի սենց, մի տեսակ քիթը ծռած։ Փողը դնում էր տիրոջ տանը։ Պատվիրանը կատարեց, վերջ։ Ասվածա, արվածա։ Նոր ուխտում Պողոսին ինչ ասում, Պողոսն ինչ ասում, ասում է ձեր զոհերը հոժար սրտով բերեք, առանց ինչի տրտմության, առանց հարկադրության, այլ ուրախ սրտով։ Դրա հետևում ի՞նչն է, սիրելիներս, սիրող սիրտը, չէ՞։ Այսինքն Տերը չի ասում բերիր, գցիր, այդ հին ուխտում էր, գիրը արված էր։ Նոր ուխտում սիրո հոգին է, որ գործում է իմ ու քո մեջ։ Ամեն սիրելիներս։ Ես մի հատ անուշ համար գիտեմ, սիրելիներս։ Հին ուխտումը գրված այդ համարը, բայց ես շատ եմ սիրում այդ համարը, շատ կուզենամ Կարինե ջան գցես այդ համարը։ Խոսքը վերաբերվում է Հակոբին, Արիքցի ծննդոց 29-18 20 ծննդոց 29-18 20 գրված է եւ Հակոբը, գիտեք, չէ, սիրեց Ռաքելին։ Լաբանը երկու աղջիկ ուներ Լիան եւ Ռաքելը, եւ Հակոբը սիրեց Ռաքելին։ Եվ Լաբան ասեց իմ աղջկա համար, եթե սիրում ես 7 տարի պետք է ծառայես ինձ ձրի։ Եվ ասեց քո փոքր աղջիկ Ռաքելի համար 7 տարի քեզ կծառայեմ։ Եվ Լաբանը ասաց ավելի լավ է որ ես նրան քեզ տամ, քան թե նրան մի ուրիշ մարդի տամ։ Հիմա 20-րդ համարից նայեք։ Եվ Հակոբը Ռաքելի համար 7 տարի ծառայեց եւ նրա աչքին մի քանի օրերի պես էր թվում, որովհետեւ նրան սիրում էր։ Շատ անուշա, չէ, սիրելիներս, որովհետեւ սիրում էր։ Մեր ընթացքում էլ քրիստոնեության, անկախ մեր դժվարություններից, նեղություններից, հասկացված չհասկացված լինելուց, այդ ամենը այնքան թեթև է թվում, որովհետև սիրում ենք Հիսուսին։ Եթե մի բան ծանրացել է քո վրա, քաղցր քուրս ու աղբերս, քնի սիրտդ ու խնդրի օգնականին, որի անունը Սուրբ Հոգի է, որովհետև գրվածը նա ընդունակ է մեզ դարձնում նոր ուխտի ծառա լինելու։ Նա է մեզ ընդունակ դարձնում նոր ուխտի ծառա լինելու։ Հակոբ ասում է, սիրեց Ռաքելին, դրա համար թեթև տարավ։ Ամեն։ Իսկ մեր ժողովուրդը ծանր գայս է եկեղեցի, միջև բերում ենք, հավաքում ենք։ Գիտեք, պակասը որտեղ է, սիրո պակասն է, ում հանդեպ, քուր աղբեր, Հիսուսի հանդեպ, սիրելիներս։ Հիսուսն ասում է, սիրում ես ինձ աղջիկս, սիրում ես ինձ տղես։ Գիտեք, այդ սիրո ճանապարհին բարդ բաներ կարան լինեն, սիրելիներս։ Ես Հիսուսի սիրում եմ, բայց չհասկացա ինչի պետք է 20 տարի ասենք տկար ամուսին ունենայի։ Չհասկացա ինչի 48 տարեկանում իմ ամուսինը պետք է երկին գնար, մահանար, մնայի, ասենք, մենակ։ Ինչի համար շատ իմ երեխեքի կյանքերում էլ է դժվարություններ եղել։ Ես չհասկացա, բայց ես իրան սիրել եմ, ու այդ սերը պահել է ինձ իր ոտքերի առաջ ու զորացրել է ինձ ներսից դուրս։ Սիրում ես ինձ, դուստրս, որդիս, սիրում ես ինձ։
Ամեն սիրելիներս, մի հատ շատ անուշ համար կա։ Այդ համարը կգցեք սիրելիներս, առակաց 27:7 գրված է շատ անուշ համար է։ Մի քանի համարներ կա, որ այնքան անուշ է։ Գրված է կեսից շարունակությունից, բայց սոված անձի համար ամեն լեղի բան քաղցր է։ Ես իմ կյանքի նեղություններից մի քիչ կիսվեցի, դու էլ քոնը ունես, բայց սիրող սոված անձի համար, ով որ սոված է Տիրոջը, ով որ ծարավ է Տիրոջը, Տերը ամեն բան խոստացել է, շուռ է տալի ու քաղցր է դարձնում։ Ամեն, եթե սիրում ես Տիրոջը։ Թե ծառայում ենք, որ անպայման են օրնությունը կամ վախը չէ սիրելիներ, ծառայում ենք, որտեղ իրան սիրում ենք։ Եկեք շարունակենք մի քիչ։ Գրված է Հայտնության 2-րդ գլխում։ Հիմա գնում ենք Եփեսոսի եկեղեցի։ Գիտեք, որ Եփեսացիներին 2 թուղթ կա, իրականում մեկը Եփեսացիների թուղթն է, մեկն է Հայտնության գրքում Տեր Հիսուսին խոսքերն ուղված Եփեսոսի եկեղեցուն։ Եկեք նայենք սիրելիներս։ Հայտնության 2-րդ գլուխ։ Եփեսոսի եկեղեցու հրեշտակին գրի։ Բացել եք։ Հրեշտակը դա առաջնորդն էր, ծառայողը, առաջնորդը։ Սա է ասում այն 7 աստղերը իր աջ ձեռքում ունեցողը, որ 7 ոսկի ճրագակալների մեջ ման է գալիս։ Հիմա նայեք, ինչ ասում։ Տերը ասում է եկեղեցու առաջնորդին։ Տերը ասում է եկեղեցուն։ Այսօր Տերը խոսում է նաև մեր եկեղեցու հետ։ Գիտեմ քո գործերը, գիտեմ քո աշխատանքը, գիտեմ քո համբերությունը, որ չարերին չես կարողանում համբերել, եւ փորձեցիր նրանց, որ առաքյալ են ձևանում եւ չեն, եւ գտար, որ սուտ են, եւ նեղություններ կրեցիր, եւ համբերություն ունես, եւ իմ անունի համար աշխատեցիր եւ չթուլացար։ Ինչքան դրական բաներ ասում։ Աշխատանքդ գիտեմ, համբերությունդ գիտեմ, իմ անունի համար աշխատում ես, չես թուլանում, կրկնում եմ նորից համբերում ես, նորից զանազանության հոգի ունես, չթույլ չտվեցիր սուտ առաքյալներ մտնեն եկեղեցի, մոլորեցնեն ժողովրդին, այդ ամենը գիտեմ, շատ դրական, բայց քեզ դեմ մի բան ունեմ, քո սերը թողել ես, սերը թողել ես։ Պատկերացնում եք սիրելիներս, մենք այդ ծառայողի տենայինք, մինչև այս առաջինը, վազում է, աշխատում է, քրտնաջան, այսպես, այնպես, կոսենք, օ, բրավո, հրաշալի ծառայող, չէ սիրելիներս։ Կասենք, նախանձախնդիր մարդ է Տիրոջ համար։ Հիսուսն ասում է, գիտեք, չէ Հիսուսն ինչ անում ժողովուրդը, Հիսուսը մեզի սկեն է անում, այսինքն։ Մի հատ շատ անուշ համար կա, մինչև շարունակեմ գրված է Առաջի Թագավորաց 16:7-ի մեջ, ես կարդամ ձեր համար, գրած է, երբ որ Սամուելը գնում է Դավիթին օծելու, մեծ աղբորն է տենում, բոյով, ջանով, սիրուն, Տեր ասում է, մի նայի նրա տեսքին, ասում է Տերը, որովհետև Տերը մարդու պես չի նայում, մարդը տեսնում է աչքի երևցածը, Տերը սրտին է նայում։ Հիմա ես մեր ծառայողը Եփեսոսի ավագը վազում է, նախանձախնդիր է, համբերություն ունի, չի թուլանում, Տերը նայում է ու ասում է, սերը թողել ես իմ հանդեպ։ Բա որ այսքան վազում եմ, սերը թողել ես իմ հանդեպ։ Ու հետո ինչ հետաքրքիր բան ասում։ Տես որտեղից վայր ընկար։ Մենք այտենց աղբեր կամ քուր տեսնենք, կասենք, պա, ինչ վայր ընկնել։ Վայր ընկար, որտեղից վայր ընկար։ Տես որտեղից ես դու վայր ընկե։ Ու հետո շարունակում է նայեք ինչ ասում։ Ասում է, եթե չապաշխարես, չվերադառնաս դեպի սերը, ինչ ասում, ճրագակալը կգամ կշարժեմ։ Իսկ դա գիտեք ինչ ասում։ Դու կշարունակես գործել որպես եկեղեցի, բայց ես քեզ չեմ ճանաչի որպես իմ եկեղեցի։ Դու հավաքվում ես ստե 1000 հոգով, երգում ես ստե, փառաբանում ես ստե, բայց ես քեզ չեմ ճանաչում
որովհետև նոր ուխտի ծառաները ճանաչվում են միայն ու միայն սիրով, սիրելիներս։ Ամեն։ Գիտեք իմ կյանքում ինչ եմ նկատել, ժողովուրդ։ Տեսել եմ ամեն տեսակի ծառայողներ, օժնում են բոլորին։ Տեսել եմ նախանձավոր, վազող, բայց տեսել եմ Քրիստոսի սիրող մարդկանց։ Գիտեք տարբերությունը որն է։ Իրանց սիրտը փխրուն է։ Իրանք մեկ քիչ sense փխրուն սիրտ ունեն, ժողովուրդ։ Գիտես, իրանք փխրուն մարդիկ են։ Իրանք ռուսերեն այդ բառը շատ սիրուն հնչում, սակրոշոնի, sense խոնարհված սիրտ ունեն։ Ինչի որ տեսանելի ամեն ինչը շատ հասկանում եք, սիրելիներս։ Աստված կենանում, ինքը գիտի ամեն մեկիս։ Գիտես, եթե դու վազում ես այդքան, բայց քո կողքի հոգնած կներես էլի, կնոջդ, ամուսնուդ, քրոջդ, չես տենում, մամայիդ մոռացել ես մի հատ զանգես։ Աստծուն սիրող մարդիկ են ամենախորը տեղերն է Տերը տանում, ամենափոքր բաների մեջ էլ ինքը տեսնում է։ Ամեն սիրելիներ ջան։ Այս եկեղեցու առաջնորդին ասում է ապաշխարի, վերադարձի դեպի ինձ սերը, թե չէ կգամ, ջրակակալդ կշարժեմ ու չեմ ընդունի քեզ որպես եկեղեցի։ Ամեն սիրելիներ ջան։ Գիտեք սիրելիներ, հին ուխտում գոյություն ունեն երկու տեսակի գործեր, բարի գործեր եւ չարի գործեր։ Նոր ուխտում գոյություն ունեն բարի գործեր, չարի գործեր եւ մեռած գործեր։ Ես կարծում եմ մեռած գործերը այն բարի գործերն են, որ իրապես շարժված չեն Քրիստոսի սիրուց։ Չէ, որովհետեւ մի համար էլ կա, սիրելիներս, գրված է կիմանաք առաջի Կորինթացիների 3:11-ում, որ ասում է բոլորն են կառուցում են բոլորը, քրիստոնեական կյանքը, իրանց ծառայությունները, բոլորը կառուցում են, հիմքը Քրիստոսն է, իհարկե հիմքը Քրիստոսն է, ոմանք կառուցում են ոսկի, արծաթ, ադամանդե քարեր, թանկ ազնվագույն քարեր, ոմանք էլ կառուցում են ծղոտ, փայտ, վառվող ինչ-որ բաներից, չէ, վերջի օրը կրակ կգա, ասում է, ով որ ոսկի, արծաթ, ադամանդե քարերը նրանց կառույցը կմնա ու վարձ կառնեն, իսկ ումը որ վառվի, ինքը ասում է կփրկվի էլի, փրկության մասին չի խոսքը, բայց ինչպես կրակից sense փախած, մտածում եմ որն է այդ հիմքը, եթե մարդու մոտիվը շարժիչ ուժը Քրիստոսի անձամբ Քրիստոսի հանդեպ սերը չի, ինչի սուզան շատ ուրիշ մոտիվներ կարան լինեն, 1001 տեսակի սիրելիներս, 1001 տեսակի հիասթափություններ կարան լինեն, բայց լայև 1001 տեսակի շարժվող մոտիվներ կարան լինեն, բայց մեր Տեր Հիսուսը ասում է, սիրում ես ինձ, ուրեմն ծառայի ինձ։ Ամեն սիրելիներս, քույրերիս կկանչեմ, որ գան նվագեն, որովհետև մենք մոտենում ենք ավարտին, դեք խոսքը պետք չի շատ երկար լինի, խոսքը պետք է լինի, դեպի քո սիրտը իմ թանկուրս ու աղբերս, ամեն սիրելիներս։ Ես մի հատ ծառայող կա, հետաքրքիր բան է ասում, շատերը կարող է գիտեք էլ Մայքլ Քուլյանոսը 17 տարի առաջ Ամերիկայի ծառայող է ինքը, 17 տարի առաջ ինքը այցելում է, հասելն ես գրել եմ, այցելում է Մայր Բասիլիա Շլինքի կողմից հիմնադրված Մարիայի ավետարական քույրերին, իրանք կուսակրում քույրեր են լինում, որ չեն ամուսնանում, հանձնում են իրանք, Գերմանիայի Դարմշտատ քաղաքում, 17 տարեկան երիտասարդ է լինում սա, շատ ամբիցիոզ, շատ նախանձախնդիր, տիրոջ համար, ու այցելում է այս քույրերին,
ու մի քանի հարցեր ա ուզում տա այս քույրերին։ Ու հարցնում ա, քույրերին հարցնում ա. Ինչ եք կարծում, ինչպես էֆեկտիվ ծառայել։ Քույրերը պատասխանում են. գտիր Հիսուսի սերը եւ նրան ետ սիրիր։ Այստեղ են զարմանում ա, օքեյ, հետո հաջորդ հարցն ա տալի, իսկ ինչ եք կարծում, որն ա այսօր ամենագործող ծառայությունը, ավետարանչությունը, թե հովական ծառայությունը։ Իրան պատասխանում են. գտիր Հիսուսի սերը ու նրան ետ սիրիր։ Հետո մի հատ էլ ուրիշ հարց ա տալի, բա ոնց անենք, ինչ դպրոց սովորենք, ինչ ավետարական հաստատություն սովորենք, որ կրթվենք։ Եվ նա պատասխանում ա. գտիր Հիսուսի սերը ու նրան ետ սիրի։ Ու ասում է այդ բարձ քաղցր խոսքերի մեջ այնքան ճշմարտություն կար, որ ասում է ջախջախեց իմ սրտի այն ամեն բաները։ Ու ինքը իրապես հիմա օրհնյալ ծառայություն ունի ու շատ կենտրոնում հենց Քրիստոս անձն է, Հիսուսը։ Ամեն։ Ինչպես կարելի է Հիսուսին սիրել, սիրելիներս։ Գտնել Հիսուսի սերը։ Հովհաննես ավետարանում գրված է. մենք նրան սիրում ենք, որովհետև նա առաջինը սիրեց մեզ։ Նա առաջինը սիրեց։ Ուզում ես շատ, որ այդ սերը բոցավառվի քո մեջ։ Սկսի մտածել, ինչ արել Հիսուսը քո համար։ Խաչը, իր ներկայությունը, իր սերը քո հանդեպ, քո զավակների հանդեպ, քո սերունդների հանդեպ, քո մամայի հանդեպ, քո պապայի հանդեպ, քո նեղորվա հանդեպ, քո անկած օրվա հանդեպ, ինչքան ինքը հավատարիմ էր, ինչքան ինքը բժշկող Աստված է, ինչքան ինքը կյանք տվող Աստված է։ Սկսի դրա մասին մտածել։ Երբ որ սկսես մտածել, խորհել, մտածել, քո մեջ սեր է առաջանում դեպի Տերը, ու դու սկսում ես այդ սիրուց շարժվել, այդ սիրով ապրել, գտնել Հիսուսի սերը ու նրան ետ սիրել։ Ու գիտեք, սիրելիներս, քրիստոնեության մեջ չկա մի բան, որ Տերը մեզ օգնական չտա, գրված է, նա ընդունակ է դարձնում մեզ նոր ուխտի ծառա լինելու։ Անկամ եթե դու հիմա մտածում ես, գիտես Տեր, իմ սրտի մեջ ինչ որ մի բան են չի, այմ քուրս հիմա խոսքը խոսում է, բայց գիտես Տեր, իմ սրտի մեջ մի բան են չի, համահունչ չի, սիրելիներս հասկացեք, շատ անուշ է, որ մենք ծառայում ենք, բայց մի օր կարող ասեն մեզի մի ծառայեք, կամ ասեն ընդհանրապես այսպես արեք, կամ այնպես արեք։ Քրիստոսին մեր սրտից ոչ ոք չի կարա հանի, ոչ ոք չի կարա պոկի Քրիստոսին մեր սրտից, ոչ ոք, ինչը կբաժանի մեզ Քրիստոսի սիրուցը, նեղություն, տառապանք, ցավ, մահ, ինչը կարա մեզ բաժանի, սիրելիներս, անարգանք, ոչինչ մեզ չի կարա բաժանի Քրիստոսի սիրուցը, որը որ մենք գտնում ենք, ու հետո իրան ետ ենք սիրում, սիրում ես ինձ, ասում է, ծառայի ինձ, արի Տիրոջ տուն քո ներկայությամբ, կիսվի ավետարանը, ամեն սիրելիներս։ Ամեն, հիմա ես ուզում եմ սիրելիներս, այս վերջի համարով մենք աղոտ կանենք, ուղղակի մենք նայենք մեր սիրտը, ու իրապես սիրելիներս, եթե զգում ենք, որ սերը պակասել է, այդ ամենակարևորն է, դու չես կարա լիարժեք, դու պետք է լցվես, գտնես իր սերը, իրան ետ սիրես, լցվես իր սիրով, որ դրանով է սիրես քրոջդ, դրանով է սիրես ամուսնուդ, դրանով է սիրես կնոջդ, դրանով է սիրես համբերես, այդ այնքան բնական է, քրիստոնեությունը գիր չի, որ ասեն այ այսպես եւ այսպես, հասկացաք, դե կատարեք, չէ սիրելիներս, դա կյանք է, Քրիստոս ինքը կյանք է, իր սերը պետք է գտնել,
լցվել իր սիրով, իրան յեցիրել Քրիստոսը կյանքը։ Հովանես 2:3-ում գրված է քանանումը հարսանիք էր եւ գինին պակասեց։ Այսօր կյանքի խոսքում հարսանիքը կարող է մեկի սրտում Քրիստոսի հանդեպ գինին այդ սերը պակասել է ժողովուրդ։ Եթե պակասել է, Մարիամ ասեց գնացեք Հիսուսի մոտ, գնացեք իր մոտ ու ինքը ձեզ երի կլցնի։ Ամեն։ Եկեք գլուխներս խոնարհացնենք։